Գալիս ենք բոլորս ջարդիցոր, որովհետև այս հերերի ծոր կոչված տարածքը 21, 22, 23 թվականներին նույն այս տարածքում տեղի ունեցել այն, ինչ տեղի ունեցել 15-20 թվականներին Արևմտյան Հայաստանում։ Նույն կոտորածը, նույն ջարդը, նույն եղեռնը։ 110 տարի շարունակ հայ ժողովուրդը ոգեկոչեց եւ ամրապնդեց իր վստահությունը մի օր նորից հայրենիք վերադառնալու տեսլականով։ Մենք այսօր ունենք նաև մեկ ուրիշ բան, վրեժի զգացումը։ Գիտեք, վրեժը վատ բան չէ։ Վրեժը թույլ է տալիս մարդուն հաստատվելու, մեկ անգամ եւս իր արժանապատվությունը ամրապնդելու եւ ինքն իրեն դրսևորելու։ Մենք այսօր լծված ենք այս գործին։ Ես շատ ուրախ եմ իսկապես, որ մենք դեռ Հայաստանում ունենք հայի մի տեսակ, ով պատրաստ է իր հայրենիքի, իր պատմական հիշողության համար ցույց տալու, ոտքի կանգնելու, մեկ բռունցք, մեկ միասնություն լինելու եւ աշխարհին ապացուցելու, որ մենք դեռ կանք եւ իրավունք չունենք ոչնչանալու։ Հովհաննես Շիրազը ասում էր, եթե մի հայ էլ փրկված լիներ եւ վայրի եղնիկի հետ էլ որ քներ, հայեր կծներ, կվերածներ հողը հայրենիք։ Մենք այսօր տեսնում ենք այստեղ այսքան հայերի ներկայությունը եւ այս փոքրիկները, ովքեր որ հիմա այստեղ սարքներ են խոնարհել, այս փոքրիկների այդ հավատը առ ապակա։ Չգիտեմ, տա Աստված, որ հաջորդ տարիներին մենք ունենանք այնպիսի մի կառավարություն, այնպիսի մի ղեկավարություն, ով ոչ թե կփորձի ամեն տնով այսպես շրջանցելով եւ այլն ցեղասպանությունը դնել կասկածի տակ, այլ կունենանք մի այնպիսի ղեկավարություն, այնպիսի մի կառավարություն, ով փորձ կխփի սեղանին եւ կպահանջի իր պատմական հիշողության այդ ունեցած անցյալը նորից վերականգնելու, վերականգնելու պահանջատիրությունը։ Պարոն Նախշկարյան, 110 տարի անց մենք նորից նույն շրջապտույտի մեջ ենք, նորից պետականությունը կորցնելու վտանգի առաջ։ Ինչ դասեր չկարողացանք քաղել պատմությունից։ Մենք պատմությունից նորից եմ ասում, չկարողացանք քաղել մեկ դաս միայն։ Խեղճության դասը չկարողացանք քաղել։ Հայը իրավունք չունի խեղճանալու։ Շահաննակալին ասում էր, թող անգամ մնալ հայն լալ ոչռակորց։ Ինչու մենք չհասկացանք, որ ոչռակորցն ու փոշայից ավելի կաժ է։ Այ մենք սա չհասկացանք։ Եվ մեր խեղճության շապիկը մշտապես մեզ հետ է, ցավոք սրտի, բայց նորից եմ ասում, այսօր խաղաղության պայմանագրեր կոչված եւ այլն, այս ամեն ինչը ես օրինակ մտածում եմ այսպես, որ խաղաղությունները, բոլոր տեսակի խաղաղությունները չեն կնքվում կլոր սեղանների շուրջ։ Բոլոր տեսակի խաղաղությունները կնքվում են սահմանին կանգնած զինվորի ձեռքից արձակած զենքի փամփուշտի այդ կրագործի ձայնով։ Բայց հիմա 21-րդ դարն է, ռազմի ճանապարհով կապ չունի, 20 դարերը կապ չունեն ընդհանրապես։ Նորից եմ ասում, ամրապնդելու համար մեր խաղաղությունը մենք պիտի կարողանանք լինել ուժեղ։ Իսկ ուժեղ լինելու համար պետք է կամք։ Կամք ունենալու համար պիտի ունենալ հիշողություն եւ վրեժ։ Հայրիկս Մշուխանուս գյուղից է եղել։ Մշուխանուս գյուղը Մուշ գավառի ամենամեծ գյուղն է։ Ես ինքս 93 թվականին եղել եմ այնտեղ, հող ու ջուր բերել լցրել, իսկ մայրս Խարսեցի եղել, Հարգիտի Քյոխվի աղջիկն է եղել, երկուսն էլ պատմել են, թե ինչ անասնական վայրենի բիրտ վերաբերմունք են ցույց տվել ողջ հայության, մի միլիոն ու կես հայության համար, եւ գիտեք ինչ, երեխա ժամանակվանից իմ ծնողներս այնպիսի ամեն վարյան հիշելով իրենց բնակավայրը նախնին եւ այլն, մենք 8 երեխա ենք եղել, 8-ս էլ սերմանել ենք հանուն մեր ազգի, հանուն այդ միլիոն ու կես ողբերգություն ապրած ազգի, մենք ինքներս էլ քաչ գիտակցելով
փորձել ենք ինչ որ ձևով ընտանիքին, շրջապատին, ազգին վերականգնելու պայմաններ, ուղիներ, աջակցություն կատարել, ինչի որտեվ վերջի վերջո ազգը ոտքի է կանգնել, պայքարել է, ստեղծել է ու պիտի ստեղծի։ Ու պիտի կարողանանք մենք մեր սերունդներին, մատաղ սերնդին, երիտասարդներին սերմանել, որովհետեւ նրանք գլուխ չխոնարեն, վախկոտություն չցուցաբերեն ու լաց չլինեն հանուն եղերնի, հարկ իրանց հիշադակներին, ու մենք պետք է կարողանանք մեր ազգի համար ամեն ինչ անել գիտակցելով, արդեն ինքնուրույն պետություն ենք մենք, պետք է կարողանանք մեր պետությունը աճեցնել, ծաղկեցնել աշխարհի 10 միլիոն հայերով։